Նետվոյան, Եվրոմեդիա 24, շնորհակալություն հարցի համար։ Պարոն Աբովյան, ինչպես եք պատրաստվում հասարակությանը ներգրավել այդ process-ին, համայնքներին եւս եւ ինչ ռիսկեր եք գնահատում այս առումով։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց էր։ Տեսեք, ներգրավվածությունը, ինչպես ասեցի, բացի հասարակական, քննարկումներից, բացի մեդիայից եւ բացի այն հարթակներից, որոնք արդեն կան եւ որոնք մենք նախատեսում ենք ձևավորել, մենք ունենք նաև նախագծեր, որոնք ինտերակտիվ, այսինքն մասնակցություն են ենթադրելու նույն երիտասարդների, պարոն Հունանյանը արդեն մասնակի այդ հարցը հնչեցրեց, հումանիտար եւ սոցիալական առումով տիկին Սարգսյանը արդեն հնչեցրեց, այսինքն սա չի լինի, որ մարդիկ այնպես պարզապես հավաքվեցին, տենց մի քիչ խոսացին ու տենց ծրվեցին տաներով, ոչ, ինքը լինելու է ինտերակտիվ, իզուր չէ, որ ի սկզբանե մենք նշեցինք այն պահին, որ մեր խնդիրը ոչ միայն խնդիրները լոկ հնչեցնելն է, բոլորն էլ հնչեցնում են, եկեք ճիշտը խոսանք, էլի, ամեն օր էլ են, դուք եք լուսաբանում, այլ հնչեցնում են, բա ելքը ո՞րն է այդ խնդիրների լուծման, բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ, եւ այո, ինտերակտիվ ներգրավվածության, ուրիշ տարբերակ ուղղակի չկա, ես ձեզ անկեղծ եմ ասում, մեզ համար կամուրջ նախաձեռնությունը դա ոչ միայն մեր մտահոգությունը, մեր ասենց մտքերը արտահայտելու ինչ որ մի միջոց է։ Մենք կամուրջը դիտարկում ենք անպայման որպես գործող, այսինքն օրգանիզմ, որը գործում է եւ որը բերում է հայությանը եւ ինչու ոչ ամբողջ հայությանը, մեզ բոլորիս օգուտ շոշափելի, որ մարդիկ հասկանան ինչա կատարվում։ Թե չէ, գիտեք, ես ձեզ հետ մի անգամ այն համաձայն եմ, բոլորս էլ խոսում ենք, առավոտից իրիկուն խոսում ենք։ Բայց գիտեք իրավիճակը ոնց է, ոնց որ պետք է անցնես այն ափը, չէ, գետա, այն ափը պետք է անցնես, եթե չանցար ես ափին մնացիր, գետը դուրս է գալու քեզ քշի տանի։ Ու կանգնած ենք մենք բոլորս ու խոսում ենք, ասենք, պետք է անցնել են ափը։ Էլի, անպայման։ Եվ այո, եւ կանգնած ենք ոչ թե միասնական, ինչ-որ խմբերով, ինչ-որ մի խումբը մի բան է ասում, այն մի խումբը մի բան է ասում, այն մի խումբը 4-րդ բան է ասում։ Մի հատ էլ եկեք իրար գլուխ հավաքվենք։